Եթերում սպասված հանդիպումն է, բարև ձեզ։ Այսօր իմ սպասված հյուրը գեղանկարիչ, դիզայներ, մանկավարժ Արամ Դանիելյանն է։ Բարև ձեզ, պարոն Դանիելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը։ Կայանում է այսօր մեր հանդիպումը եւ շնորհակալություն այս յուրահատուկ միջավայրում մեզ հյուրընկալելու համար։ Բարով եք եկել։ Գիտեք, երբ պատրաստվում էի ձեր հետ հարցազրույցին, մի քիչ այսպես բարդ իրավիճակ ստեղծվեց։ Ինչ նկատի ունեմ, որ ձեր պատմությունը սկսում է մի ընտանիքից, որտեղ բոլորը արվեստով են զբաղվել, հատկապես գեղանկարչությամբ։ Եվ ճիշտն ասած մտածում էի, որտեղից, որ կետից, որ հարցից սկսել զրույցը հետաքրքիր լինելու համար, թերևս սկսենք նրանից, որ Կապանցի անվանի գեղանկարիչ է եղել ձեր հայրը, Հրանտ Դանիելյանը, եւ կարող ենք անցյալով չխոսել, հիմա էլ կա, որովհետեւ մնայուն են նրա գործերը, արժեքները, հատկապես երբ դուք ձեր եղբայրը եւս գեղանկարիչ Դավիթ Դանիելյանը իրականություն դարձրեցիք, երևի թե ձեր երազանքը, չէ՞, նրա արվեստանոցը դարձնել տուն-թանգարան։ Սկսենք այս նոտայից, ինչը հատկապես հիմք հանդիսացավ այդ գաղափարի վերծանման համար։ Թանգարանի գաղափարը ինքնին արդեն եռում էր հայրիկի կենթանության օրոք, այն իմաստով, որ այդ արվեստանոց արդեն տարիներ շարունակ շատ մարդիկ էին հաճախում, ուղղակի անցորդներ, հայրիկին ճանաչող, իր արվեստով հետաքրվողներ եւ ուսումնասիրում էին, շփվում էին իր հետ եւ այլն եւ այլն։ Այսինքն ինքնին թանգարանը արդեն իր տրամաբանական հանգուցալուծումն ունեցավ, բացումն եղավ արդեն հայրիկից հետո, այնուամենայնիվ ունենալով այդ ճանապարհը։ Այո, մեր ընտանիքի կողմից ընդունված ամենաբարդ որոշումներից մեկն էր, որովհետեւ տուն-թանգարանը դարձավ այն հատվածը, որտեղ որ մենք եղբայրներով մեծացել ենք, հայրս տասնյակ տարիներ ստեղծագործել է եւ ամեն մի դետալին կպնելը դա շատ զգայուն հարց էր, զգայուն թեմա էր։ Ամբողջ process-ը արվել է բոլորի համաձայնությամբ, մեր ընտանիքի անդամների, շատ ժամանակ պետք եկավ, որպեսզի մենք ուժ գտնենք մեր մեջ եւ վերածենք արվեստանոցը թանգարանի։ Այդ տրամաբանությամբ շարժվենք առաջ։ Եվ հիմա արդեն շուտով կլրանա 1 տարին բացումից ի վեր, որ կապանցիները եւ հյուրերը վայելում են այդ միջավայրը, բաց է դռները թանգարանի այցելուների առջև եւ գնահատականը կարծում եմ կտան կապանցիները։ Միանշանակ, քանզի կարծում եմ այն դարձել է Կապանի արվեստային միջավայրերից մեկը, այո, եւ դպրոցականներ եւ բազմաթիվ հյուրեր այցելում են, ակտիվությունը դա երևում է նաեւ թանգարանի սոցիալական էջերից։ Ինչ զգացողություն ունեցաք, երբ արդեն բացման օրն էր այդ արարողությունը, դուք բազմաթիվ հյուրեր ունեիք, հպարտություն, կատարված մի լավ աշխատանքի նկատմամբ, ինչ զգացողություն ունեցաք։ Զգացողությունը բառերով հնարավոր չի նկարագրել, որովհետեւ հպարտության զգացողությունը եղել է նաև մինչ թանգարանի բացումը, որովհետև հայրիկի կենթանության օրոք նույնպես մենք հպարտանում ենք եւ նրա արվեստագետ տեսակի համար եւ նրա մարդ տեսակի համար, բայց թանգարանի բացումը դա հենց այդ կուլմինացիան էր իր արվեստի ճանապարհի, որը որ տեղի ունեցավ, այդ հրաբուխներ, որը որ բացվեց եւ սկզբից գաղափարը շատերի համար անհավատալի էր, որովհետև անկեղծ ես կարող եմ ձեզ ասել, որ բավականին բարդ ճանապարհ ենք անցել։ Ինքը կողքից նայելով բավականին հեշտ է թվում, ուղղակի ինչ որ մի տարածք բացում անել եւ ներս մտնել, բայց թանգարանի նրբությունը լրիվ ուրիշ է։ Այստեղ ներեցեք ձեզ ընդհատեմ նրբություն ասելով, հատկապես կուզեի անդրադառնալ այն հարցերին, այն մանրուքներին, թե ինչ իրեր են տեղ գտել թանգարանում, բացի նրա աշխատանքները, հետաքրքիր է։ Կային իրեր, որ մասունքի պես պահվում էին, այսօր այնտեղ են, որ դուք այդ իրերին վերաբերում եք այսօր էլ բնականաբար որպես մասունք, մի քիչ էս Իհարկե, այնտեղ նախ իմ նախապապի
անձնական իրերն են, Սմբատ Դանելյանի, իմ պապի անձնական իրերն են, Արամայիս Դանելյանի եւ իմ հոր անձնական իրերն են։ Այնտեղ պատմական փաստաթղթեր նույնպես կան, օրինակ ցարական ժամանակաշրջանի անձնագիրը մեր նախապապի, իր զենքը, իր թուրը, այնտեղ կա Գուրգեն Մահարու ձեռքով գրված նամակը իմ պապին, քանի որ նրանք միասին են բռնադատված եղել եւ շատ մտերիմ են եղել, այդ ժամանակաշրջանում այդ նամակը կա, շատ կան, հին իրեր ունի հայրիկը հավաքած, որով նատյուրմորտներ էր ստեղծում այդ իրերով, դրանք նույնպես պահպանված են, դա 17-րդ, 18-րդ, 19-րդ դարերի պարագաներ են, իրեր են, ինչ-որ հայկական մշակույթի, այո, շատ կարևոր նմուշներ են։ Եվ երբ պատմությունը դուրս է գալիս արվեստանոցից, այն այլևս ընտանիքինը չէ, այն հանրությանն է։ Երևի հենց այս գաղափարը դրել եք ամեն ինչի հիմքում։ Ինչպիսի արձագանք ստացաք Կապանում կապանցիներից։ Մի հետաքրքիր բան ասեմ, երբ դեռ թանգարանի գաղափարը չէր հանրայնացվել, Կապանում քայլելուց, ծանոթների, անծանոթների հանդիպելուց հարցնում էին, քանի որ տեղացիները սովոր էին այցելել հայրիկի մոտ, եւ ես ոչ բոլորին էի ճանաչում, հարցնում էին, բա ինչ է լինելու այդ արվեստանոցի վերջը, բա ինչ է լինելու, տենց փակեցիք ու վերջ, հա, վերջ, всё, վերջացավ Հրանտ Դանելյանի արվեստը։ Եվ ես երբ վերադարձա տուն, կիսվեցի այդ տպավորություններով ընտանիքիս հետ, որ ոնց որ գաղափարը ճիշտ ուղղության վրա է եւ անհրաժեշտ է։ Եվ բացումից հետո արդեն երբ թանգարանի աշխատակցի հետ շփվում ենք, խոսում ենք, այնքան բաներ ենք բացահայտում, պատմություններ հայրիկի հետ կապված, որովհետև այցելուները այցելում են եւ պատմում են այդ պատմությունները, պատմում են այդ տպավորությունները։ Իրենք այդ թանգարան այցելել են մինչ թանգարանը, որպես արվեստանոց էր եւ որպես թանգարան։ Եվ օրեցօր մենք համոզվում ենք, որ այդ գաղափարը ճիշտ է, դա պետք էր արվել եւ աշխատում ենք մոտակա ծրագրերի մասին դեռ կհայտնենք, մենք թողեցինք, որ թանգարանը գոնե 1-1.5 տարի ինքը իր ճանապարհն անցնի եւ շատերը տեսնում են, թե ինչ ակտիվ է գործում, այցելուների քանակը բազմաթիվ են ամեն օր, թե դպրոցականներ, թե արվեստագետներ, թե տեղացիներ իրենց հյուրերին են ուղեկցում թանգարան եւ ամեն օր նոր տպավորությունների մասին ենք լսում։ Անցնենք ձեր անձնական ուղու, ինչպես եք ձևակերպում ձեր որպես արվեստագետ ինքնությունը այս ընտանիքում։ Դուք մեծացել եք այդ միջավայրում, ձեր աչքի առաջ անդադ այդ կոլորիտն ա եղել, այդ աշխատանքային միջավայրը, ձեր հայրիկի ընկերները, անդադ բնականաբար թեման եղել է գեղանկարչությունը։ Քանի տարեկան եք, երբ առաջին անգամ ձեր ձեռքը վերցրեցիք վրձինը եւ հասկացաք, որ դուք եք ուզում շարունակել այդ ճանապարհը, անցնել այդ ուղին։ Ես 3 տարեկանից սկսել եմ խանգարել արդեն հայրիկին արվեստանոցում։ Նկարիչները ինձ կհասկանան, թե 3 տարեկան երեխայի գտնվել արվեստանոցում դա ինչ է։ Եվ առաջին անգամ 3 տարեկանում իմ մոտ 10 աշխատանքների ցուցահանդեսը բացվեց իմ մանկապարտեզում, որ նոր էի հաճախում։ Եվ այդպես էլ սկսվեց, ես չեմ հիշում ինչպես եմ սկսել, ես ինչ հիշում եմ դա եմ անում։ Ես ինձ այլ մթնոլորտում, այլ պարագայում, այլ մասնագիտության մեջ ոչ պատկերացնում եմ, ոչ հիշել եմ, որ անգամ ես չեմ էլ մտածել այլ մասնագիտության մասին։ Ինձ միշտ թվացել է, որ ես ծնվել եմ այդ գործը անելու համար եւ հենց դա էլ պետք է անեմ, այդ տպավորությունն է եղել։ Դպրոցական տարիներին ոչ մի այլ առարկա եւ մասնագիտություն կապված այդ առարկաների հետ չի գրավել։
Դպրոցական տարիներին այնքան էի տարված նկարչությամբ, որովհետև նաև արվեստի դպրոց էի հաճախում եւ շատ ակտիվ էի մասնակցում ցուցահանդեսներին, ամեն տարի այդ մրցույթներին առաջին տեղերն էի գրավում, Կապանում, մարզում, բոլոր մրցանակներ ունեմ, մինչ այսօր պահել եմ, փայփայում եմ։ Իմիջիայլոց դա իմ ամենաթանկ մրցանակներն են, ես դրանից հետո շատ ավելի բարձր միջազգային մրցանակների արժանացա, շատ ավելի բարձր կարգի ցուցասրահներում ցուցադրվեցի, շատ ավելի բարձր, աշխարհի լավագույն տեղերում, բայց իմ մանկապարտեզի առաջին ցուցահանդեսը եւ իմ Կապանում ստացած մրցանակները ամենաթանկն են։ Դա ամենաճակատագրականն են եղել եւ դա ես փայփայում եմ որպես ամենաթանկ իմ իրերից մեկը։ Ձեր հայրիկից ստացած միտք, խորհուրդ կամ նկատառումներ, որ մինչ այսօր ձեր ուղեկիցն են։ Մասնագիտական առումով շատ կան, իհարկե ամեն օր վրձինը վերցնելուց արդեն սկսում ես խոսել իր հետ, միանշանակ ոտքից գլուխ, միանշանակ ամբողջ էությամբ ես Հրանտ Դանիելյանի սամն եմ։ Ամբողջությամբ ես ունեցել եմ լավագույն դասախոսներին, փառք ու պատիվ իրենց, ոմանք չկան այսօր, տաղանդավոր շատ հայտնի նկարիչներ են եղել եւ կան, բայց իմ համար մեկ առաջին եւ վերջին ուսուցիչը եղել է նկարիչ Հրանտ Դանիելյանը։ Եվ դա ես նշում եմ մասնագիտական մասը։ Ամենակարևոր պատգամը, որը հայրս տվել է մեզ, մեր 3 եղբայրներին, դա մարդ լինելն է, մարդու որակն է, մարդու հատկությունն է։ Գուցեև մի քիչ իր բարության չափաբաժինը շատ էր, որովհետև մենք ընտանիքով նկատում ենք, թե դա ինչքան է նրան խանգարում։ Չափի շատ բարի էր եւ մեզ անընդհատ տանում էր այդ ճանապարհով, որ մարդկային դեմքը երբեք չի կարելի փոխել, երբեք պետք չի մոռանալ քո ակունքների մասին։ Նա քանի որ Կապանի չգիտեմ մոլի սիրահար էր եւ Կապանից են կողմ աշխարհը իր համար գոյություն չուներ, միշտ նշում էր, միշտ շեշտում էր, երբեք չմոռանաք որտեղից եք դուք, ձեր երեխաներին երբեք թույլ չտաք մոռանան, թե որտեղից են իր պապերը, իր ծնողները եւ եղեք մարդ։ Միշտ մարդ ասելուց ինքը sense ձեռքերով ցույց տալի մարդ, այսինքն այդ մարդ հասկացողությունը նրա համար պատկի դա մի ամբողջ երևույթ էր։ Դա էր եւ դա է մեր կյանքի ուղեկիցը, այդ գաղափարն է մեր կյանքի ուղեկիցը։ Տեսեք, եթե Հրանտ Դանիելյանը ստեղծագործում էր իր ժամանակի գեղարվեստական լեզվով, ապա այսօր դուք կարողացել եք քայլել ժամանակի հետ։ Ոչ միայն ստեղծագործում եք որպես գեղանկարիչ, այլ նաև զբաղվում եք մանուկների գեղագիտական դաստիարակությամբ։ Մի քիչ խոսենք ձեր մանկավարժական գործունեության մասին։ 2014 թվականին իմ փոքրիկ արվեստանոցում Երևանի կենտրոնում առաջին խմբի դասընթացը տեղի ունեցավ եւ անվանեցի Դանիելյան արվեստի կենտրոն։ Անվանման հետ կապված նույնպես ես հայրիկիս հետ խորհրդակցել եմ, տարբեր մտքեր են եղել։ Նա միանշանակ ասեց, ես խորհուրդ եմ տալիս քո ազգանունով, ասեց ինչ ես ուրիշ բան ուզում դնես, սիրուն ազգանուն ունես, հիշվող։ Ասեցի լավ, դե ուրեմն այդպես կանենք։ Եվ մի քանի դաս անելուց հետո Երևան էր եկել հայրիկը եւ այցելեց, ասեց մի հատ գամ նայեմ։ Եկավ, մենք էլ ինքը sense ավտոմատ սկսեց ուղղություն ցույց տալ այդ երեխեքին։ Հա, sense կողքից նայում եմ, տեսնում եմ ինքը sense ոգևորված բան, էս արա, պատտվեց նայեց ինձ, ասեց այս գործը առաջ է գնալու։ Շատ կարևոր բան ես անում, ապրես, դե ինքը արդեն իր արվեստանոցում իր սաներն ուներ, իր մոտ պարապում էին եւ գալիս Երևանում դիմում էին բարձրագույն կրթության համար, նկարչության ուղղությամբ։
Եվ ինքը շատ բաներով ինձ հուշեց, ասաց այսպես արա, այսպես ստեղծվեց Դանելյան Art Studio-ն։ Հիմա ունենք 5 մասնաճյուղ, հարյուրավոր սաներ, ունենք տարբեր բաժիններ։ Մենք հիմա գտնվում ենք այդ մասնաճյուղերից մեկում, ունենք լավ թիմ, շատ պրոֆեսիոնալ, թե մենեջերական, ադմինիստրատիվ, թե ուսուցչական կազմը, շատ պրոֆեսիոնալ, շատ լավ։ Այդպես Դանելյան արվեստի կենտրոնը հիմա ամենախոշոր մշակութային օջախներից է Հայաստանում։ Հիմա շուտով նաև կընդլայնվենք մարզերով։ Նպատակը վաղուց կար, բայց Հայաստանի շուրջ տարբեր հայտնի իրադարձություններից հետո բավականին COVID-ից եւ տարբեր իրադարձություններից հետո բավականին հետ ընկան մեր պլանները։ Հիմա արդեն ավելի մոտ ենք եւ հենց Կապանում նույնպես չեմ կարող ասել հենց ստուդիան կբացվի թե չէ, բայց մշակութային Դանելյան Art Studio-ի կողմից տարվող մշակութային միջոցառումներ կլինեն։ Դա երևի դա էլ հենց կհանդիսանա հիմքը հետագա ավելի լայն գործունեության համար երևի թե Սյունիքում։ Գուցեև ես ավելի շատ կցանկանամ զուտ դա չկրի կոմերցիոն բնույթ, այլ մեր կապանցի երիտասարդների արվեստագետների համար մի լավ բան անել, թանգարանի շրջանակներում, թանգարանի միջոցներով, մեր սեփական անձնական միջոցներով առանց որևիցե կոմերցիոն նկատառումների տեսնենք ոնց կստացվի։ Դուք պատասխանեցիք իմ հաջորդ հարցին, ուզում եի հարցնել Սյունիքում նման օջախների հիմնման տեսլական ունեք թե ոչ, եւ շատ ողջունելի է, Աստված առաջ թող իրականանան բոլոր պլանները։ Սյունիքը ձեր համար ինչ նշանակություն ունի եւ բնականաբար զբաղվածություն ունեք, որքան հաճախ եք հասցնում լինել։ Սյունիքում ես շատ հաճախ եմ լինում, ցավոք միջ հայրիկի կորուստը հաճախ չէի լինում, որովհետև երբ 99 թվականից ընդունվեցի Երևանում Պանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջ ուսումնարան, հետո արդեն ուսումը շարունակեցի, հետո Հայաստանից մեկնեցի, հետո վերադարձա արդեն Երևան եւ շատ չէի գնում, ավելի շատ ծնողներս էին գալիս, որի համար ես շատ զղջում եմ, որի համար ես ամեն ինչ կտայի, միայն հետ բերեի այդ ժամանակը, որ ես ամեն օր ես հարյուրավոր կիլոմետրեր գնայի գայի, որովհետեւ շատ բան բաց թողեցի։ Բայց հայրիկի կորստից հետո թանգարանի արդեն նախապատրաստական աշխատանքները, հիմիկվա գործունեությունը ինձ ավելի ձգեցին, կապեցին Սյունիքի հետ, Կապանի հետ եւ երբ կարոտում եմ գնում եմ, դա անձնական այցերն են, շատ հաճախ եմ գնում, իսկ գործնական, այո, գործնական նույնպես գնում եմ, որովհետև շատ հետաքրքիր նախագծերի հեղինակ եմ ես, մասնավորապես Քաջարանում եւ Կապանում, շուտով հանրությունը կտեսնի, ինչ հետաքրքիր նախաձեռնություններ կան այնտեղ, Դիզայներական առումով արդեն։ Այո, արդեն որպես դիզայն, այո, քաղաքային այգիների դիզայն։ Ես կարծում եմ շատերը արդեն գիտեն այդ նախագծերի մասին։ Այդ նախագծերի դիզայնի հեղինակը ես եմ։ Քաջարանում զբոսայգիներ, բավականին հետաքրքիր լավ։ Կապանում զբոսայգի, շատրվաններ, սահադաշտ, բավականին հետաքրքիր բաներ կտեսնեք, որը որ չեք տեսնի երևի թե որևիցե ուրիշ մարզում։ Եվ ավելի մեծ պրոյեկտ նախագիծ է արվում նույնպես Կապանում, որի մասին հետագայում ես կարծում եմ, երբ որ ժամանակը կգա, այդ ժամանակ կլուսաբանվի։ Իսկ այդ նոր ծրագրերը որքան էլ նորովի են, արդյոք դրանց մեջ դուք դնում եք եւ Քաջարանի եւ Կապանի կոլորիտը։ Ոնց եք աշխատել այս առումով։ Իհարկե, ես Քաջարանում շատ վաղուց է եղել եւ այս նախագծերի շրջանակներում այցելեցի ինձ համար շատ բաներ բացահայտեցի եւ դա ինձ շատ օգնեց։
որպեսզի քաջարանցիների համար նախատեսվող այդ այգիները, այդ զբոսայգիները այնպիսի ֆորմատով արվեն, որ եւ համապատասխանի քաղաքին եւ տվյալ քաղաքի բնակիչների պահանջներին եւ նաեւ ներկայանալի լինի տարբեր երկրների ժամանցյուրերի համար։ Կապանինը այլ ֆորմատ է, այլ ֆունկցիաներ է կատարում, որի մասին նույնպես չեմ ուզում շատ բացահայտել, վերջերս հրապարակվեցին դիզայնից մի քանի կադրեր, հավատացեք, շատ ավելի գեղեցիկ բան է ստացվելու, քան դիզայնում է, որովհետև թղթի վրա հեշտ չէ, դժվար է անել, փոխանցել այն, ինչը իրականում դու պատկերացնում ես եւ լինելու է այնտեղ։ Այնպես որ դեռ նորությունների մեր հանրությունը իմ կողմից արված, իմ ձեռագիրը դեռ կտեսնի։ Սպասենք հաճելի նորությունների։ Եվ սպասենք, որ հենց այնտեղից լինի այդ ուրեմն նորությունը, ստարտը, առաջին քայլերը, ես չեմ ուզում դեռ փակագծեր բացել, ժամանակը կգա, այդ ամեն ինչը կհրապարակվի։ Ինչ է հիմա նկարում Արամ Դանելյանը, կտավ, աշխատանք, թեմատիկա, որն է այս պահին արդիական եւ ակտուալ։ Ձեր արվեստանոցում ինչ է կատարվում, երբ դուք մենակ եք եւ աշխատում եք։ Իմ արվեստանոցում հիմա թեժ վերանորոգվում է։ Իմ արվեստանոցը հիմա տեղափոխվում է քաղաքի ծայրամասից, տեղափոխվում է քաղաքի կենտրոն, պատմական կենտրոն, շատ կոլորիտային շենք, հին պատմամշակութային շենք, եւ հենց այդ ոճով էլ արվել է դիզայնը եւ վերանորոգվում է։ Արվեստանոցը լինելու է ոչ միայն արվեստանոց, այլ այցելուների համար տեղ, որ նախապես գրանցվելով այցելուները կարող են այցելել, տեսնել եւ իմ աշխատանքային process-ը, թե ես ինչպես եմ ստեղծագործում, ինչ միջավայրում եւ արված աշխատանքները։ Արվեստանոց գիծ ցուցասրահում ինքը եւ արվեստանոց է եւ ցուցասրահ։ Հետաքրքիր ձևաչափ եք մտածել։ Այո, հետաքրքիր ձևաչափ է, ինքը իրենից ներկայացնում է նաեւ պրեզենտացիաների տեղ, այսինքն ամեն մի նոր աշխատանքը փոքր թվով հյուրերի հետ պրեզենտացիա եմ անելու եւ ներկայացնելու եմ նոր աշխատանքները եւ շաբաթը մեկ այդպիսի երեկո ենք ունենալու տարբեր հրավիրյալների մասնակցությամբ եւ ես ձեզ ոստանում եմ ձեր նկարահանման թիմով պարտադիր հրավիրել այդ միջոցառումներից մեկին։ Շնորհակալություն հաճույքով։ Պարոն Դանելյան, դուք բնականաբար շատ ճամփորդում եք եւ հասկացա, որ նաեւ ցուցադրվում եք աշխարհի լավագույն մշակութային քաղաքներում։ Քաղաքներ, որ ձեզ ոգևորել են եւ նկարիչներ, ում աշխատանքներով այսօր էլ ոգևորվում եք, առաջ եք գնում եւ ինչ որ նյուանս տալիս է ձեզ նոր անելու, արարելու համար այդ ամենը։ Այո, ճամփորդում եմ շատ։ Ճամփորդության մեծ մասը տրամադրում եմ թանգարանների այցելությանը, որովհետեւ ցանկացած արվեստագետ պետք է սնվի։ Ես սիրում եմ սնվել աշխարհով։ Իհարկե ոգևորվում եւ սնվում եմ մարդկանցով, մարդկանց դրական էներգիայով, շփվելով, դրական էմոցիաներ ստանալով, բայց մշակութային առումով աշխարհի գիգանտ այդ բագաժը, այսպես ասած, շատ մեծ է, հզոր է եւ ափսոս է այն չկիրառել, չօգտագործել եւ չօգտվել դրանից։ Ես ավելի սիրում եմ ժամանակակից արվեստը։ Իհարկե բավականին ուսումնասիրել եմ տարբեր դարերի, տարբեր ժամանակների նկարիչների, բայց սկսած մեր հայ ստեղծագործողներից անվանի Մինաս Ավետիսյան, Մարտիրոս Սարյան, Ժանսեմ, Գարզու շատ կան, թողներեն են մարդիկ ու մանուները չեն տալի, ովքեր Հայաստանը պատվով ներկայացնում են աշխարհում եւ ում ճանաչում են աշխարհի տարբեր տեղերում։ Արտասահմանցի
արվեստագետներից ավելի ինձ հոգեհարազատ է Պիկասոն, ավելի հոգեհարազատ է Ռենուարը, Վան Գոգը, շատ կան, կոնկրետ այդպիսի արվեստագետ չկան, բայց իմ Մոլբերտի կողքը դրած գրքերը այդ մարդկանց աշխատանքներն են։ Մենք մի քանիսը հասցրեցինք այսօր արդեն ուսումնասիրել այստեղ ցուցադրված երևի սիրելի գրքերից։ Այդ փորձը, ինչի մասին որ մենք խոսում ենք, ես պատտվում եմ ամբողջ աշխարհով եւ այդ փորձը բերում ներարկում եմ մեր կրթական ծրագրում Դանելյան Art Studio-ի։ Դրա համար դուք մեր ցուցահանդեսներին կտեսնենք բազմաթիվ լուծումներով աշխատանքներ, միքսեր, տարբեր տեխնիկաներ կիրառված, որոնք որ ստանդարտից շատ դուրս են եւ հենց մեր ստուդիայի առանձնահատկություններից մեկն էլ նա է, որ շատ դեպքերում մենք ստանդարտից դուրս ենք գալիս եւ հետաքրքիր լուծումներ ենք գնում, ավելի իհարկե ռիսկային, ավելի վտանգավոր, որովհետեւ կարող է այդ աշխատանքը ընդհանրապես չստացվել, բայց հիմնականում պսակվում է հաջողությամբ եւ ամեն տարի խոսքը, քանի որ գնաց էլի ստուդիայի մասին, ամեն տարի մեկ անգամ մենք ունենում ենք հաշվետու ցուցահանդես, որը տեղի ունենում Հայաստանի նկարիչների միության մեծ սրահում, թերևս դա ամենամեծ ցուցասրահն է Հայաստանում։ Եվ հազարավոր աշխատանքներ ցուցադրելով մենք ընդունում ենք 2 օրվա ընթացքում մոտ 5000 այցելու, որովհետեւ դուք պատկերացնեք։ Այո, 5000 այցելու։ Եվ ամեն տարի մենք ավելի ենք կատարելագործում, մեր բոլոր բաժիններն են ներկայանում, նորաձևությունը իր ցուցադրությամբ, կավագործությունը իր հետաքրքիր աշխատանքներով, դեկորատիվ արվեստը, նկարչությունը, գրաֆիկական աշխատանքներ, շատ հետաքրքիր աշխատանքներ են, որ արդեն մի ամբողջ տարի սպասում է մեր հանդիսատեսը եւ ոչ բոլոր այցելուներն են, որ իրենց բալիկը կամ իրենք հաճախում են մեր ստուդիա, ուղղակի հաճախում են, ունկնդրում են, հետևում են, տեսնում են։ Շնորհակալություն բավական հագեցած զրույցի համար։ Ձեզ հետ կարելի է անկեղծ ասած անվերջ խոսել արվեստից, որովհետև եւ ձեր ստեղծագործելու ուղղություններն են տարբեր։ Դիզայնը մեկ այլ ոճով երևի գեղանկարչություն, կավագործություն եւ ձեր սաների մանկավարժության մասին։ Շնորհակալություն իսկապես հագեցած զրույցի համար։ Արվեստը ձեր համար այսօր որպես ժառանգ ստեղծագործող եւ ուսուցիչ ինչ է իրենց ներկայացնում, պատասխանեք վերջին հարցին։ Արվեստը իմ ինքնությունն է։ Արվեստը իմ ծնվելու իմաստը եղել է արվեստը։ Ես այդպես հասկացա կյանքի ընթացքում եւ ինչի համար որ ծնվել եմ, այդ ֆունկցիան կատարում եմ, հետո իզից հետո թողնեմ արդեն իմ ապագա ժառանգներին։ Ձեր առաքելությունն է, մի խոսքով։ Այո, ես կարծում եմ, որ ես լույս աշխարհ եմ եկել, որովհետեւ դրանով զբաղվեմ։ Ես էլ դրանով մեծ հաճույքով զբաղվում եմ, իմ առաքելությունը կատարում եմ այս աշխարհում։ Հետո արդեն տեսնենք ոնց կլինի, այնուամենայնիվ ես միշտ երկիրը նշելուց, ցանկացած տեղ ներկայանալուց նշում եմ նաև իմ մարզը, իմ քաղաքը, պարտադիր։ Եվ մեծ ողջավորությամբ հանում եմ, ցույց եմ տալիս, եւ այս վերջերս մի տեղ էինք, շատ ասում են դու ավելի շատ քո քաղաքի մասին խոսացիր, քան քո գործերի։ Ասում են, որովհետեւ այդտեղից է ամբողջը ծնվել, բա ինչի մասին ես խոսամ, եւ այդպես մեծ ողջավորությամբ միշտ պատմում եմ իմ ծննդավայրի մասին։ Փաստորեն ձեր հայրիկից ձեզ փոխանցվել է նաև կապանը սիրելու այդ այո, հետաքրքիրն այն է, որ գնալով ավելի է ուժ գտանում այդ սերը։ Շնորհակալություն։ Տեսել եմ, շնորհակալ։ Հիշեցնեմ, եթերում սպասված հանդիպումներ, իսկ իմ հյուրը գեղանկարիչ, դիզայներ, մանկավարժ Արամ Դանելյանն էր։ Կհանդիպենք։